Աստված օրհնի բոլորիդ, ողջունում եմ։ Մտածված տենց մի քիչ, ոնց ասեմ, սպეციფիկ քարոզի վերնագրեր եմ դնում, որ դա միշտ հիշվի ձեր կյանքում, շատ լավ։ Հոգևոր դիետայի մասին եմ խոսելու։ Ուրեմն կա այս աշխարհի դիետան, կա հոգևոր դիետա նույնպես։ Հեսա կտեսնենք Աստվածաշնչից, որտեղ այդ մասին գրած։ Ընդհանրապես դիետա բառը նշանակում է ապրելակերպ։ Հունարենից դիետա բառը երկու յով է գրվում, դե նշանակում է ապրելակերպ։ Եվ կա ուրեմն հոգևոր ապրելակերպ եւ կա ֆիզիկական ապրելակերպ։ Դուք գիտեք, որ շատ դիետոլոգներ կան, որ մարդու մոտ հորմոնալ խախտումներ ա լինում, դիետոլոգները սկսում են առաջին բանը, որ անում են, նշանակում են, թե ինչ կարելի է ուտել, ինչ չի կարելի ուտել։ Այսինքն կան օգտակար ժիր, կա օգտակար բելոկներ եւ կան վնասատու բելոկներ եւ որոնց պատճառով մարդը կարող է, այն որ ասում է, սիրուն տղա էր, չաղացավ, չգիտեմ, ինչ դառավ, էլի։ Ասենք կամ սենց ասեմ, որ տեսնում ես, որ մարդու մեջ խնդիրներ կան, հա, ասենք մարմնին սպիտակ բաներ ա դուրս գալի կամ ինչ որտեղ խախտումներ ա լինում արտաքինի վրա, նշանակում են ուրեմն համապատասխան կերակուրներ եւ ասում են, օրինակ B վիտամինի պատկասով քո մոտ անընդհատ սպիտակ բաներ առաջանում կամ այսինչ վիտամին ու նշանակումներ անելով մարդուն բերում են կարգի, ավելացնում են միսը կամ պակասացնում են միսը, մի բան ավելացնում են, մի բան պակասացնում են, կարգի է գալի։ Դե ես սրա մասին չեմ խոսելու, իմ ամբողջ քարոզս հոգևոր մասի վրա է, որովհետև մենք ասացինք, որ կա եւ հոգևորը եւ կա ֆիզիկականը։ Մենք հիմա այդքան նյութականի վրա չենք խոսելու, ուղղակի բաց անենք Հովանու ավետարան 6-րդ գլուխ 27-րդ խոսքը, եթե դժվար չի, միասին կարդանք։ Գործեցեք ոչ թե կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է հավիտենական կյանքի մեջ, որ մարդի որդին կտա ձեզ, որովհետև Աստված հայրը կնքեց կամ փեչատեց դրան։ Տերն ասում է գնացեք, գործեցեք ոչ թե կորչող կերակուրի, ռուսերենում գրած է ապականվող, տնենի բառն օգտագործում, ոչ թե այն կերակուրի համար, որ կորչելու է գնա, այլ գնացեք, Տերը պատվեր է տալի, գնացեք, գործեցեք այն կերակուրի համար, որ հավիտենական կյանքի մեջ մնում է։ Այսինքն ստեղից մենք կարող ենք հասկանալ, որ այս երկրի վրա, եթե մենք չսովորենք Աստծո կերակուրները ուտել, մենք հավիտենական կյանքի մեջ շատ նիհարած, մերկ եւ այլն չենք կարող ընդեղի մեր կերպարը ձեռք բերել, այն իսկական տեսքը, որ Աստված ուզում անդեղ ունենանք, դրան չենք հասնի։ Դրա համար այս քարոզիս նպատակն է, որ այսօր սովորենք Աստծո կերակուրը ուտել։ Նպատակս դրա վրա է, թե ինչպես կարող ենք ուտել։ Էլ ուտելու մասին է, բայց հոգևոր կերակուրի մասին։ Շատ լավ։ Ես ռուսերեն գրել եմ «Диета – это особенный режим питания, рацион и свод правил управления пищей». Այսի ինտերնետից եմ գրել, այս չի որ իմ մտքերն է, որ դա հատուկ կերակրամիջոց է, հա, սնվելու միջոց է, ռացիոն եւ սվոտ այդ բառերն դուք թարգմանեք ոնց ուզում եք, որ դուք ղեկավարում ես քո կերակրի միջոցով։ Ուրեմն Աստվածաշնչում տեսնում ենք մի դեպք, որ շատ ուզում եմ կարդանք։ Հիշում եք Իսրայել ժողովուրդը երկու անգամ է գերի գնացել։ Առաջինը հիշացրեք, երբ Եգիպտոս, երկրորդը Բաբիլոն։ Երբ որ գնացին Բաբիլոն, Բաբիլոնի թագավորը ով էր Նաբուկդոնոսորը։ Եվ թագավորը մի հրաման տվեց, երբ որ գերի են գնացել, ասեց գնացեք այդ հրյաների միջից երիտասարդներին գտեք, որ լավ 8 թվարկում է ինչպիսին պետք է լինեն։ Բերեք իմ առաջ կանգնեն, դրանց միջից հեսա տեսնենք ում։ Լավ, եկեք կարդանք։
Ուրեմն Դանիելի մարգարեություն առաջին գլուխ 3-րդ խոսքից կարդանք, եթե դժվար չի։ Թագավորն ասեց իր ներքնապետ Ասփանեզին, որ բերի Իսրայելի որդկանցից, ուշադիր լսեք, եւ թագավորական սերունդից ու իշխանազուններից բնավ արած չունեցող, երկրորդ բանը, գեղեցկադեմ, ամեն իմաստությունը ընդունակ, իմաստությանը ընդունակ մարդիկ, դոձիկ չլնեն մի խոսքով, ամեն իմաստությունը ընդունակ, եւ գիտությանը տեղյակ, խելամիտ երեխեք, եւ հանճարեղ, այսինքն տաղանդավոր լինեն, շնորհնել ունեն, բնական տաղանդներ, հանճարեղ եւ թագավորական պալատում կանգնելու կարողություն ունեցող տղերք, թագավորական պալատում կանգնելու, որ այսինքն ոչ թե թագավորական պալատում չիմանան որ ծակը մտնեն, որտեղ փախնեն, այլ կարողանան այնտեղ իրանց ճիշտ դրսևորել։ Նրանց սովորացնեն քաղդիացիների գիրն ու լեզուն։ Հիմա տեսեք, թող գան, ասում եմ, դրանց էդի հլը ընտրելու պահնա։ Շարունակությունը 5-րդ խոսքը։ Եվ թագավորը նրանց համար օրական ռոճիկ որոշե, թագավորի կերակուրիցը, հետաքրքիր է, չէ՞, այսինքն ամեն անգամ, ամեն օր թագավորի սեղանից պիտի ուտեն։ Եվ իրանց թագավորական կերակուրից եւ իր խմած գինիցը, եւ որ նրանց սնուցանը 3 տարի եւ հետո կանգնեն թագավորի առաջ։ Հիմա որ սիրում է այդ գինի խմելը, պետք է ասի, տեսար, հլը շարունակությունը կարդացեք։ Եվ նրանցում կայնեն Հուդայի որդիներից Դանիել, Անանյան, Միսայան եւ Ազարյան, էդի Սեդրակ, Միսակ, Աբեդնագովն են։ Եվ ներքնապետը նրանց անունները դրավ Դանիել, Բաղդասար, Անանյան, Սեդրակ, Միսակ, Աբեդնագով եւ Աբդենակ։ Շարունակենք։ Եվ Դանիելը որոշեց, ուշադիր, այսի այն ամենակուլմինացիոն տեղն է, որ ուզում եմ սրա վրա եմ կառուցել քարոզը։ Եվ Դանիելը որոշեց իր սրտումը, որ իրան չպղծի թագավորական կերակուրով եւ նրա խմած գինիով եւ խնդրեց ներքնապետից, որ իրան չպղծի թագավորական կերակուրով։ Դուք մի 2 րոպե պահի տակ պատկերացրեք, գերի են գնացել վրապստվա, ընկել են գերի։ Եվ երևի թե սրանց ամենամեծ երազանքը կլիներ այդ գերինների, որ մի անգամ այդ կուշտ փորով հաց ուտեն։ Եվ հանկարծ Աստված շնորհք անում է հրաշալի անձնավորություններին, որ իրանք ընտրվեն թագավորի առաջ, ոչ էդի բավարար չի, թագավորական պալատում ապրեն, պատկերացնում եք, բաբիլոնացիները սկի չէին կարողանում թագավորի պալատին մոտ գային, սրանք թագավորական պալատում պիտի ապրեն, հեսա կասեմ, 3 տարի պիտի ապրեին, այդքանը հերիք չի, թագավորական սեղանից պիտի ուտեն, հնարավորություն ունեն, բայց այս տնաշենները մեր նման հավատացյալ են, Սեդրակ, Միսակ, Աբեդնագովն ու Դանիելը, եւ Դանիելն ասեց, ասմա որոշեց, իրան չպղծի այդ կերակուրներով, 5 տակարանյան ժամանակաշրջանում, ըստ օրենքի, կար կերակուրներ, որոնք որ Մովսեսյան օրենքով տրվել էր, որոնցով իրանք պետք է որոշ բաներ ուտեին եւ որոշ բաներ չուտեին, այդ թվում նաեւ խոզի միսը։ Եվ այնտեղ թվարկում է ինչեր կարելի ուտել, ինչը Մովսեսի օրենքով։ Եվ իրանք էլ, քանի որ սիրում են իրանց Աստծուն, իրանց օրենքի համաձայն, սիրելով Աստծուն, Աստծու ասած պատվիրանքի համաձայն, իրանք որոշեցին, իրանք մի հատ նոր աստվածային իրանց դիետայով ապրեն եւ իրանց չպղծեն այդ սեղանի կերակուրներով, այդ թագավորական սեղանի։ Այս աշխարհը մեզ հաճախակի է բերելու շատ տենց ճոխ մեղքեր, շատ լավ բաներ, որը որ օրինակ նույնիսկ այստեղ թագավորական գինին, դուք չգիտեմ, պատկերացնում եք թե ինչա, դա շատ քիմքին հաճելի բան, բայց ասում եմ ինքը որոշեց չտրվի այդ գայթակղությանը, ինքը որոշեց, որ իրան մաքուր պահի իր Աստծո համար եւ չպղծի իրան, ինքը ընտրված անձնավորություն էր,
Շարունակենք, հա։ 9-րդ խոսքը։ Եվ Աստված Դանիելին շնորհք եւ ողորմություն տվավ ներքնապետի առաջին, եւ ներքնապետը ասեց Դանիելին. Ես վախենում եմ, ուշադիր եղեք, ես վախենում եմ իմ Տեր Թագավորից, որ որոշել է ձեր ուտելիքը եւ խմելիքը, որովհետեւ ինչու համար նա ձեր երեսը վատ տեսնի, այն տղերանց երեսներիցը, որ ձեզ հասակակից են, եւ ինձ գլխապարտ անե Թագավորի մոտ։ Եվ Դանիելն ասեց Մելսարին, որի ներքնապետը դրել էր Դանիելի, Անանիան եւ Միսայելին Ազարիայի վրա, աղաչում եմ, փորձիր ծառաների, տեսեք Դանիելը ինչ ասում։ Աղաչում եմ, փորձիր ծառաներիդ մի 10 օր։ Խնդրում եմ քեզ, թող 10 օր մենք ուտենք ինչ մենք ենք ուզում, ինչ մեր Աստվածը մեզ թույլ տալի։ Մենք չուտենք այն, ինչ որ դուք եք առաջում, ինչ որ Թագավորն առաջարկում։ Այլ ուտենք այն, ինչ որ Աստվածը թույլ տալիս։ Աղաչում եմ, փորձիր ծառաներիդ մի 10 օր եւ մեզ ուտելու համար ընդեղեն բանջարեղեն բանա գրած ռուսերենում, բայց ընդեղենը գիտեք, պոպոպնդուկ է դա կաված, չիր ու չամիչի եւ խմելու համար ջուր տան։ Ուրիշ բան պետք չի։ Եվ Երևան քո առաջին 10 օր ընդամենը թող այդ ձևի ուտենք։ Եվ Երևան քո առաջին մեր դեմքը եւ այն տղերանց դեմքը, որ Թագավորի կերակրիցը ուտում են եւ ինչպես որ տեսնես, նրա համեմատ արա ծառաներիդ հետ։ Եվ 14 ու 15 խոսքերն է կարդանք եւ նա լսեց նրանց այս բաների համար եւ նրանց փորձեց 10 օր դիետ էին վերցրել, հա։ Եվ 10 օրից հետո նրանց դեմքը ավելի լավ էր եւ մարմնով գերեին, իմ նման են։ Գերեին քան թե այն ամեն տղերքը, որոնք ուտում էին թագավորական գերակուրից։ Ուրեմն բերեք ստեղից ուզում եմ շարունակենք մեր քարոզը։ Որ կա աստվածային օրենքի համեմատ, Աստծո խոսքի համեմատ կերակուր եւ կա կերակուր, որ այս աշխարհի ամենաճոխ թագավորական կերակուրներն է։ Եվ ուզում եմ շարունակել։ Սա շատ ուզում եմ ասեմ այս տեսակը։ Բայց ուզում եմ մի կարևոր բանի վրա ուշադրություն դարձնենք։ Իմ ասած է ամբողջ քարոզիս նպատակը լինելու է վերջում, որ ուզում եմ տանեմ հոգևոր կերակուրների վրա։ Շատ լավ, որտեղ մենք Տիրոջից լսեցինք, որ կա հոգևոր կերակուր եւ մեզ պատվեր տվեց։ Ասում է գնացեք, գործեցեք ոչ թե կորստական կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնում է հավիտենական կյանքի մեջ։ Եվ մենք փորձում ենք հասկանալ ինչ է այդ կերակուրը։ Եվ ստեղից ասացի, որ նույնիսկ թեև սա 5 տակարային շրջանում կար Մովսեսի օրենքի համաձայն կերակուրներ, որոնք որ կարող էին պղծել մարդուն, կարող էին ոչ, Պետրոսը երբ որ տեսիլքի մեջ տեսավ տարբեր տեսակի, կենդանիներ էին իջնում, եւ Աստված ասեց, կեր, ասավ Տեր Քավլիցի, ես երբևիցե պիղծ բան չեմ կերել, այսինքն օրենքի համաձայն ես ինձ շատ մաքուր եմ պահել, ես սա չեմ ուտի։ Աստվածային դետայի վրա եմ նստած մի խոսքով, ամեն ինչ շատ նորմալ է, բայց իհարկե այն, որ Աստված սրբեց, թող մարդը պիղծ չհամարի, Աստված էլ ունի իր ծրագիրը եւ ունի իր խոսքը եւ շատ խնդրելու եմ, եթե դժվար չի, մի հատ տեղել կարդանք ու սրա հետ զուգահեռ տանենք։ Ուրեմն Հովանու ավետարան 4-րդ գլխի 31-34 խոսքերը։ Հովանու ավետարան 4:31-34 ասում է. Եվ այն միջոցին աշակերտները խնդրում էին նրան, հետաքրքիր է, ասում Ռաբի, կեր, Հիսուսին ասում էին կեր, նա էլ ասեց նրանց, ես կերակուր ունեմ ուտելու, որ դուք չգիտեք։ Ուշադիր, ես կերակուր ունեմ ուտելու, որ դուք չգիտեք։ Աշակերտներն իրան ասում էին, արդյոք մի մարդ դրան բան տվավ ուտելու։ Հիսուսն էլ ասեց նրանց, ուշադիր այսի, իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքը անեմ եւ նրա գործը կատարեմ։ Այսինքն, կատարելով Աստծո պատվիրանքը, կատարելով Աստծո խոսքը, ինչ որ Տերը հանձնարարել է, երբ որ դա սկսում ենք անել, դա հոգևոր կերակուր է։ Լսեք, Հիսուս ասում է,
իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ։ Երբ որ կատարում ես Աստծո կամքը, դա ուտելու բան է։ Պրոստը չի երևում։ Եվ այնտեղ հոգևոր աշխարհում մեր տեսքը, ինչպես որ Սեդրակ Միսակ Աբեդնագովի տեսքն էր 10 օրվա մեջ այնց էր լավացել, որ ոչ մեկի տեսքը տենց չէր, ու մենք ուտելով Աստծո խոսքը, մենք սկսում ենք հոգևոր դաշտում, այնտեղ մեր երեսը սկսում է փայլել, սկսում է երևալ։ Խոսանք մի քիչ հետո այդ մասին։ Բայց այստեղ չէ, այստեղ կարող է ճմրթված, մի պարավ կնիկ լինի, հինացած, մաշված, այստեղ չի երևում։ Բայց երբ որ այնտեղ կկանգնի, նա գեղեցկության թագուհի կլինի։ Երբ որ այս աշխարհում միգուցե ինքը այդքան էլ լավ չի երևում, բայց հոգևոր աշխարհում նա կարող է ունենալ գերազանց տեսք։ Ամեն։ Ո՞վ ամեն բան առնում։ Լավ, շատ լավ, շարունակենք։ Հովանու 6-րդ գլխի 48-ից 59-րդ խոսքը պետքա կարդանք։ Ես եմ կյանքի հացը, Հիսուսն ասեց։ Ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերը մանանան կերան անապատում եւ մեռան։ Սա է այն հացը, որ երկնքում, բերեք ստես կարդանք։ Սա է այն հացը, որ երկնքից է իջնում, որ եթե մեկը սրանից ուտի, չի մեռնի։ Ես եմ կենթանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտե, հավիտյան կապրի։ Եվ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ։ Հրյաններն էլ իրար հետ կռվում էին եւ ասում. Սա ինչպես կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու։ Հիսուսն էլ նրանց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի, եւ ես հետի օրումը կհարուցանեմ նրան։ Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ խմելիք է։ Գիտեք, երբ որ այս խոսքերը ասեց, շատերը գայթակղվեցին, շատերը շփոթվեցին։ Նույնիսկ թե փարիսեցիները, թե սադուկեցիներն էին գայթակղվում այս խոսքի վրա։ Նույնիսկ աշակերտները շատերը թողին գնացին։ Բայց Հիսուսը ասում է, որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է։ Ասում է ձեր հայրերը անապատում մանանա կերան, բայց էլի մեռան։ Մանանան մի կերակուր է, որը որ անապատում տրվեց գերբնական կերպով։ Այսինքն պատկերացնում եք, այ հիմա հենց հիմա մի քիչ շոկ է, չէ՞, տեստեղներ չեն գտնում։ Ով ա եղել անապատում։ Հիշում եք այնտեղ ինչ է կատարվում։ Ինձ բերեցին, փաթաթեցին գլուխս այն բանով։ Դու պատկերացրա Գրիշ ջան, մի հատ գոնե ձևի համար մի հատ ծիլ եմ մանգալի այդ անապատում, մի հատ բույս եմ մանգալի, որ տեսնեմ, չկա։ Չորացած է, ամեն ինչ չորացած։ Եվ այնտեղ կոնդիցիոներ չկար, սենց դրած։ Բայց մարդիկ հավաքվում Աստծո խոսքը լսում էին։ Եվ այդ տեղով անցկացնում Աստված, հասկանում ես, տանում է տեղով անցկացնում։ Հարց առաջանում, ես մեկ-մեկ մտածում եմ, Տեր Աստված, հնարավոր չէր այդ ազգերին ոչնչացնել, մի վարքյանի գործ էր, մի հրեշտակ գնար, մի անգամից կոչնչացներ։ Գնայր ոչնչացներ, ժողովուրդը հանգիստ տնենց բանով, քամի անելով գնային մտնեին, այտենց չի անում Աստված։ Դա Աստծո գործելակերպը չի։ Հիշի, եթե Աստված քեզ ուզում է իր փառքի մեջ մտցնի, անապատներով է տանելու, նեղություններով, դժվարություններով անցկացնելու։ Աստված ուզում է քեզ սովորացնի դժվարությունների, նեղությունների մեջ իր հետ ապրել, իր հետ ժամանակը անցկացնես։ Գիտես, Աստված այդ դժվարությունների միջով կանցկացնի, չի թողի այնտեղ։ Ժողովուրդը հավաքվում էր անապատում, Աստծո խոսքերը լսում։ Եվ հանկարծ մի օր առավոտ արթնանում են, տենում սպիտակ լիքը բաներ է։ Ուտում են ոնց որ քաղցրահամ գաթայի նման է։ Ուտում են շատ լավն է, սոված էին։ Նեղության մեջ ու Աստված երկնքից մանանա է տալի։ Եվ Հիսուսը ասում է,
ճշմարիտ հացը այն չէր, որ ձեր հայրերը կերան։ Այդ հրեշտակների կերակրը ճիշտ է, այդ Աստված էր տվել, բայց այդ չէր։ Ես եմ կյանքի հացը։ Նրանք կերան ու մեռան, բայց այն նա, որ իմ խոսքը կլսի, հավիտենական կյանք ունի։ Նա, որ ասում է, ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե շարունակությունը դիր, եթե մեկ այս հացից ուտի, հավիտյան կապրի։ Մենք հավիտենական կյանք ենք ուզում։ Ժողովուրդ ջան։ Բայց լսելով նրա խոսքը, զանց մի արեք։ Լսելով նրա խոսքը, ասում է, սա է իմ կերակուրը, Հիսուսն ասեց, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ։ Այսինքն իմ խոսքերը լսող կատարողը ինքը ուտում է, ներս է տանում։ Բայց ով որ լսում է, ուղղակի կողքից նայող է։ Բայց ով որ լսում է ու կատարում է, ինքը կյանք ունի իր մեջ։ Հովանու ավետարանի մեջ ասում է սկզբում ներ խոսք ասում է Տեր, խոսք Աստված էր, հա, բանանդ է գրած է։ Եվ նա մարմին դարձավ եւ մենք նրան տեսանք որպես միածնի որդու։ Այսինքն ստեղից խոսում է, որ Հիսուսը ինքը Աստծո խոսքն է։ Եվ երբ որ Հիսուսը ասեց, ով որ ինձ ուտի, իր մեջ կյանք ունի, նկատի ունի, ով որ իմ խոսքը լսի, իր մեջ պահի, իր մեջ կյանք ունի։ Եվ ունենալով Աստծո խոսքը մեր մեջ, կերտվում է հոգևոր նոր մարդը իր պատկերի պես։ Սուրբ Գիրքը այսպես է սովորացնում։ Նոր մարդը իր Հիսուսի պատկերի պես, նոր մարդ, այսինքն ներսի մարդը, նա որ չի երևում, այն ներսի մարդը, որը որ երբ որ կկանգնենք Աստծո առաջ, նա է կանգնելու։ Ես վերջին համարը կարդամ, հետո նոր ավարտին կբերեմ, որ այս պահն է, էլի ասեմ, որ այս պահ ինչ ասեմ, կարող է հետո միտք չլինի։ Մատթեոս ավետարան 13:43-ն է։ Եվ այն ժամանակ արդարները կծակեն, իմ թարգմանության մեջ կփայլեն ինչպես արեգակ իրանց հոր արքայության մեջ։ Արդարները ինչ կանեն, կփայլեն, կծակեն ինչպես արեգակ։ Այսինքն ստեղ արդար կա, որը տեք հիմա արեգակի պես փայլում։ Կներեք, եթե դուք արեգակի պես փայլեք, ես ստեղ չէի կարա կանգնեի։ Ինձ հասկանում եք, այսինքն դա այն մարդն է, որ չի երևում, որ այս քողի տակ կերտվում է, իբրև թե Քրիստոսին նման, որ այս մարմնի մեջ նրա նմանությամբ նորոգվում ենք։ Երբ որ կգնանք, նրա առաջ կկանգնենք, նրա արքայության մեջ, ասում է արդարները արեգակի պես կփայլեն։ Ես կուզեմ հասկանամ, ինչով ենք զբաղված երկրի վրա, ինչի հետևից եք ընկե։ Քուրեր ջան, որ մի քիչ գումարը շատանում է, հարմարվում է, ամենանտիր կոսմետիկան վերցնում եք եւ վատ չի ձեր արտաքին տեսքը, երբ որ տեղն եք բերում։ Վատ չի, շատ լավ է։ Բա չեք ուզում մի քիչ էլ այն չերևացող, այն հոգևոր մարդուն մի քիչ էլ կարգի բերեք, որ նրա դեմքը կարող է տրտմած է, ծերացած է կամ վիտամինների պակաս է, ուստի կոչ եմ անում։ Եկեք մտնենք այն Աստծո դետայի մեջ, որ արգելում է այս աշխարհի պիղծ կերակուրներով չպղծենք մեզ, ինչպես Էթրակ Դանիել Հաբետնակովը։ Այս աշխարհի թակավորական միգուցե երևա այս աշխարհի թակավորության։ Շատ լավ բաներ կան այս աշխարհում։ Շատ հաճելի բաներ կան, շատ ինֆորմացիաներ։ Հասկանում եք։ Սա մի բան է, որ ավիրում է քո պատկերը։ Ես լուռ եմ, ասում եմ, մետ իմը չի։ Ես այդտեղ չեմ մտնելու։ Մի անգամից այս մեկը, այն մեկը ու հիմա քաղաքական դաշտ տանելով ապականում են քո տեսքը։ Ապականում ես քո արտաքինը չտեղնա, այն հոգևոր պատկերը, որ Քրիստոսի պատկերն ուներ։ Դե ես սա քաղաքական դաշտ ընդամենը ասեցի, թագավորական կարող է կերակուր այրևում, այս աշխարհի իմաստությունը Աստծո թագավորության մեջ դա հիմարություն է։ Իսկ Աստծո տված իմաստությունն էլ Աստվածայինը այս աշխարհի համար է հիմարություն։
Ուստի այն, որ հիմարություն են համարում այս աշխարհի ժողովուրդը, Աստված հաճեցավ հենց այդ հիմարությունով փրկել հավատացյալներին։ Ո՞վ հասկանում ինչ եմ ասում։ Այս աշխարհն է այտենց համարում։ Գիտես, այս աշխարհը ունի իր կարգն ու կանոնը։ Մենք կամա թե ակամա, գիտեք, կերտել ենք մեր կյանքը այնպես, որ ինչ որ հասարակական կարծիք է ստեղծվել։ Ո՞վ հասկանում ինչ եմ ասում։ Ասենք ասում եմ, խես տենց անում, ասում է ինչ որ տեղից, ինչ որ ինֆորմացիա, ինչ որ մի լավ պանյացիա բռնելա քեզ, ու դու այդպես ես ուզում ապրես։ Ինչ որ մի հասկացողություն բռնելա քեզ, եւ դու տենց ես ուզում։ Եվ ասենք պապական սովորություն, ազգային սովորություն, չգիտեմ, շրջապատի կարծիք, եւ սես կախված ապրում ենք, բայց մի բան, իսկ ինչ ասում Տերը, ճշմարիտ կերակուրը նա է, որ նրա խոսքը կատարենք։ Ճշմարիտ կերակուրը նա է, որ ասում է, ինձ ուղարկողի կամքը կատարեմ։ Որն է Տիրոջ կամքը, սա է ճշմարիտ կերակուրը։ Ինչով ենք զբաղված։ Երբ որ սկսում ենք նրա կամքը կատարել, ել եմ ասում, արդարները իրանց հոր արքայության մեջ կփայլեն ինչպես արեգակ։ Օրհնյալ լինեք եւ կոչ եմ անում, որ միջև աղոթքը տրամադրվենք սենց։ Տեր, տուր ինձ այդ հացից։ Երբ որ անապատում փորձվեց, սատանան մոտիկացավ եւ ասեց. Եթե դու ասորթի ես, ասա թող ես քարերը հաց դառնան։ Բայց գիտես, Տերը գիտեր իրան ճիշտ պահել։ Ասեց ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն Աստծո բերանից դուրս եկած խոսքով։ Փաստորեն հնարավոր է Աստծո խոսքը կատարելով ապրել։ Եվ դա է ճշմարիտ կերակուրը։ Եվ ուզում եմ այսօր այս դետա ինչ էր, ապրելա կերպ, ոչ թե ապրենք սատանայի տվածով, ոչ թե ապրենք աշխարհի տվածով, այլ ապրենք Աստծո տվածով։ Տերը օրհնի ձեզ։ Կանգնենք ոտքի։